իրենք ճիշտ չեն թողում, մեծ կաշառքներ են տվել, շատ մեծ թվով։ Ես այնպես եմ, ես բոլոր իրադարձություններին ես խորապես լավ հետևում եմ եւ հատկապես ես այս տարիքին եմ 80 անց եւ ես նույնիսկ մասնակցել եմ բոլոր ընտրություններին։ Այսպիսի ընտրություններ ազնիվ, երբ որ ես գնացի մեր տեղամասը, ես տեսա եւ ոստիկանությունը եւ ժողովուրդը հանգիստ ձևով բոլորը ընտրությունը ճիշտ են կատարում։ Եթե ուզում եք այս Հայաստանը մաքրվի, այս իմ խոսքերը անպայման տեղ հասցրեք։ Քանի Ռոբերտ Քոչարյանը կա, այս Հայաստանը ազգը հանգիստ չի ապրելու։ Հանգիստ չի ապրելու, որովհետև ամենամեծ հրեշը վերևում է, կանգնած է, որ նա համագործակցում է, միլիարդների տեր է դարձել եւ իր զավակներին միլիարդների տեր, միլիոնների, հատկապես այդ Լևոն, որ այդպես խոսում է, շքել, ինչա, նույնիսկ չեն էլ ծառայել, մեր բոլոր այդ ընդդիմադիրների, բոլոր որդիները ոչ մեկը բանակում չեն ծառայել։ Եղբայրս արդեն 72 տարեկան է, 4 պատերազմ մասնակցել եւ բոլորը ամեն ինչ տեղյակ է գիտի։ Միայն այս երկու իմ խոսքը անպայման Ռոբերտին վտարեք ընտանիքով, միլիարդները տվեք ու վտարեք։ Նոր էս Հայաստանը կդառնա հզոր ուժի խաղաղ պետություն։ Իսկ ընտրակաշառքների մասին ինչ կասեք։ Ընտրակաշառքներ չի եղել, չէ։ Ընտրակաշառքները ում մասին անդիմադիրներ։ Ընդդիմադիրները, այո, ասում են, որ ընտրակաշառքները չեն ասում, տվել են, մեծ թվով կաշառքներ են տվել, հատկապես Կալուգացին, երբ որ եկել է Ռուսաստանի Դաշնությունից, նա երկու բառ անգամ չի կարողանում կապել, խոսի, երեգե քմիծածաղ է տալիս սահմանադրության դատարանին չես տվել։ Դու ինքդ շատ լավ գիտես, որ ճապրուկներով մեծ գումարներ ա եկել ստեղծ։ Ես այդքան բան կասեմ։ Ես խնդրում եմ էլի մենակ այդ Ռոբերտ Քոչարյանի, էլի Սերժին էլ կտանեն, նրան կտանեն, բոլորին կտանեն, մենակ դրան իր ընտանիքին նորից Հայաստանը կուժեղանա, կհոզարանա, կբարգավաճի եւ կդառնա իսկական մեր ազգը բոլորը սիրում է Փաշինյանին։ Հերքում է ընտրակաշառք բաժանելու դեպքերը, ասում են, որ իրենք կապ չունեն այդ ամենի հետ, ինչ կարծիք ունեք այդ մասին։ Սրիգաներ են դիմադիրներն են աղջիկան։ Եթե գուզես, դրանց արտաքսեն Հայաստանից։ Ուրիշ բան չունեմ ասել։ Չէ, արտաքսեն, եթե իրենք ասում են, որ կապ չունեն ընտրակաշառք։ Ունեն, աղջիկան, ես սովորական մարդ եմ, թոշակառու, աշկով եմ տեսել։ Հիմա քցել եմ Փաշինյանի վրային, ասում են, բանով հով բաժանելով այգել։ Խափում են։ Ինչ եք տեսել, որ ընդդիմությունը ընտրակաշառք է բաժանում։ Այո, տեսել եմ, լսել եմ, ցայնագրություններ կան բանով տելևիզորով, ցույց են տալիս։ Դրանց բաղդակսեն, вообще չթողեն այստեղ ապրելու, որ հանգիստ ապրենք մենք, ես, դու, մյուսը։ Այդքան բան աղջան։ Հերքում է ընտրակաշառք բաժանելու դեպքերը եւ ասում է, որ իրենք կապ չունեն այդ ամենի հետ, ինչ կարծիք ունեք դուք այդ մասին։ Գիտեք ինչ, այնքան փաստեր են արդեն ինտերնետով հեռուստացում ու առանց թեկուզ չասեմ մենք գիտենք որ իրանք բավականին մեծ գումարի կաշառք են բաժանել։ Բայց իրենք հերքում են, է՞։ Իրանց հերքելով չի, եթե փաստերը կան, ուրեմն մեր իրավաբանություն правоохранительные органы իրանք պիտի մինչև վերջ այդ գործը հայտնաբերեն ու կարևորը համ վերցնողին, համ ով որ գումարը տվել է ու ամենաշատը ես ցանկանում եմ որ այնով որ գումարը վերցրել է որ ծախվել է էլի որ մեր ապագան երեխաները ինքը վաճառել է որ իրանց ավելի շատ իրանց հասնի այդ ես չգիտեմ ոնց բացատրեմ ես որ հավասարացեն դավաճանության աստիճանն այդ հոդվածները, որտեղ նախ ժամանակին պիտի փոփոխություններ արվեր մեր ազգային ժողովում։ Ամեն ինչի որ սիրելով, հարգելով, խոնարհվելով մեր ժողովուրդը կհասկանա։ Սամվել Կարապետյանն ասում է, որ այդ ամեն ինչը, այսինքն ձայնագրությունները, որոնք որ թողարկվում է, դա միայն արհեստական բանականության շնորհիվ է եղել։ Իսկ դրա մասին ինչ կարող եք։ Գիտեք ինչ, այնքան այդ անգամ
տարական դասանի երեխաները հիմա ով որ քիչ թե շատ ինտերնետից օգտվում են, իրանք կհասկանան, որ Սամվել Կարապետյանը այնքան սուտ բաներ է խոսում, ես ավելի կոպիտ բաներ չեմ կարող ասել, եթե աններով, ազգաններով ենթադրենք այդ գյուղերի անները, քաղաքների անները, ինչ որ օֆիսների անները դասեն, դա կարելի է ստուգել, դա չի կարելի ամեն ինչը գցել այդ իսկուսնի ինտելեկտի վրա։ Գիտեք, մի քիչ մարդ լուրջ պետք է լինի, նա 60 անց մարդը մի քիչ լուրջ պիտի լինի, ուղղակի արդեն բառեր չես գտնում, այդքան միամիտ, ու այդ միամիտ մարդը միլիարդեր է դարել, ես գիտեք ինչ, չեմ ուզում խորանալ, չեմ ուզում, բայց չի կարելի այդ աստիճանի մանկամիտ լինել, չի կարելի, ու մարդիկ հավատում են, ասում են, չէ, ինքը ճիշտ է։ Ես շնորհակալ եմ, ուղղակի մարդ այնքան վատ է իրան զգում, որ այսքան տարի, այս 5 տարի նույն բանը ու ավելի մեզ ուզում են ավելի բանը, մարդու գիտակցությունը պիտի մի քիչ բարձր լինի, մարդ պիտի մի քիչ զարգանա, իրոք մի քիչ տեսնի ինչ է կատարում, որ բանան է, որ լավ ես մի քիչ հուզվում եմ, Բաժանորդագրվիր, որ բաց չթողնես ամենահետաքրքիրը։